կարող ունենալ այդքան կանայք և սիրուհիներ։ Կաթողիկոսը չի կարող ունենալ դուստր։ Կաթողիկոսը չի կարող լինել մանկապիղծ և քնել անչափահաս արգենտինացի տղայի հետ։ Կաթողիկոսը չի կարող գողանալ 4 միլիարդ դրամ իր նոր զովք ցանցի միջոցով։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է պարգևը Աստծո անունից փող գողանում ամբողջ Ղարաբաղում և խլում աշտարակ կաթգործարանը։ Կաթողիկոսն ու իր մաֆիան չեն կարող պատվիրել Բերբերյանի և հարյուրավոր այլ գործարարների սպանությունը։ Կաթողիկոսը չի կարող իր զարմիկին ուղարկել եկեղեցի, ատրճանակով փող շովթելու։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է Եզրասը Մոսկվայում տղամարդկանց հետ քնում։ Կաթողիկոսը իրավունք չունի 30 միլիոն դոլարով Տաշիր Սամոյի սրբապատկերը կախել Քրիստոսի սրբապատկերի կողքին։ Կաթողիկոսը պարտավոր էր մտնել Սուրմալուհի պայթյունից տուժածների պալատներ, և եթե չի մտել, ուրեմն սրիկա է։ Կաթողիկոսը չի կարող 25 տարի բացակայել հնագույն եկեղեցիներից և միաժամանակ ամեն ամիս վազել Մոսկվա և Մինսկ։ Կաթողիկոսը չի կարող լինել Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի սպանության մեջ շահագրգիռ կողմերից։ Կաթողիկոսը չի կարող դիտմամբ սպանել քահանաներին միայն այն պատճառով, որ նրանք հրաժարվել են օգնել նրան հանցագործություններում։ Կաթողիկոսը չի կարող ընտրվել կաշառքի միջոցով։ Կաթողիկոսը չի կարող եկեղեցու բակում ռեստորան տեղադրել։ Կաթողիկոսը չի կարող խաբել շինարարներին և չվճարել վերանորոգման համար։ Կաթողիկոսը չի կարող բարկացնել Աստծուն և Մոսկվայի հայկական եկեղեցում կաշառքով հարսանիքներ կազմակերպել։ Կաթողիկոսը չի կարող ունենալ իր սեփական բժշկական կենտրոնը, որտեղ խարդախություններ է անում և տալիս կեղծ ախտորոշումներ։ Կաթողիկոսը չի կարող Հայաստանում իր բոլոր բարեկամներին կարգել դատավորներ։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես շատ հայեր նրա հանդեպ զզվանքից դառնում են աթեիստ կամ կաթոլիկ։ Կաթողիկոսը չի կարող ստիպել Ռոզաննա Հովհաննիսյանին Բաթումի հայ եկեղեցում կեղծ էջերից և խմբերից վարչապետի դեմ քայքայիչ աշխատանք կատարել։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել, թե ինչպես է Բաթումիի գլխավոր քահանան պահում հարեմ և հղիացնում կանանց, նրանց երեխաներին կերակրելով համայնքի հաշվին։ Կաթողիկոսը չի կարող թույլ տալ Նիժնի Նովգորոդի հայ եկեղեցու քահանային հանցագործություններ կատարել և վախեցնել մարզի բոլոր հայ գործարարներին։ Կաթողիկոսը չի կարող 25 տարի ղարաբաղցիների անունը շահարկելով փող հավաքել և գողանալ։ Այդպես կարող է վարվել միայն անասունի ծնունդը։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր լինել մեր գերիների հանդեպ և ասել. «Ես չեմ օգնի իշխանություններին և չեմ մասնակցի գերիներին դուրս բերելու գործընթացին»։ Անիծվես այդ խոսքերի համար, անբարոյական, եթե մոռացել ես, որ 18 տարեկան զինվորները կանգնում են խրամատներում, որպեսզի դու կարողանաս սեռական հարաբերություն ունենալ 15 տարեկան արգենտինացի տղաների հետ։ Կաթողիկոսը չի կարող իր բոլոր քահանաներին նշանակել իր գյուղից, եկեղեցին վերածելով ընտանեկան և բարեկամական բիզնեսի։ Կաթողիկոսը չի կարող գողանալ վերանորոգման գումարները և նայել, թե ինչպես են եկեղեցիները փլվում ամբողջ Հայաստանում։ Կաթողիկոսը իրավունք չունի գողանալ սրբություններ, որոնք հազարավոր տարիներ հայ ժողովուրդը պաշտպանել է։ Սրբությունները քո սեփականությունը չեն, գող, ավազակ։ Կաթողիկոսը չի կարող լինել քրեական աշխարհի մաս։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր լինել ֆոսֆորային ռումբերից այրված տղաների հանդեպ և նույնիսկ մեկ անգամ չայցելել նրանց, աղոթելու նրանց ապաքինման համար։ Կաթողիկոսը չի կարող գողանալ մոմերից և այլ ապրանքներից եկամուտները թոշակառուների հարկերից խլելով։ Կաթողիկոսը չի կարող թմրանյութ փոխադրել դիվանագիտական անձնագրով։ Կաթողիկոսը չի կարող խլել հողատարածքներ Սևանի բնակիչներից։ Կաթողիկոսը չի կարող խփել Իլիայի ձեռքին և խայտառակել մեզ Վրաստանում, որտեղ նա խոսում էր որպես քրեական աշխարհի ներկայացուցիչ։ Կաթողիկոսի մեղքով Վրաստանի եկեղեցիների հարցը էլ ավելի սրվեց։ Փոխանակ երկխոսի և բանակցի, կաթողիկոսը ընտրեց ճնշման ուղին։ Դա է Աստծո մարդու մակարդակը։ Թե դու 90-ականների գողական աշխարհից հարց լուծող ես։ Կաթողիկոսը չի կարող գոռալ, բղավել, սպառնալ և լինել բացասական էներգիայի աղբյուր։ Դու ընդհանուր ոչինչ չունես Վազգենայի հետ, ով բարության աղբյուր էր։ Ինչպես կարող է կաթողիկոսը դատապարտել Էստոնիայի քահանայի խաղաղության կոչերը։ Ինչ կենդանի պիտի լինես, որ քո տառապած ժողովրդին 36 տարվա ցավից հետո խաղաղության փոխարեն նոր պատերազմ մաղթես։ Թող դու էլ ապրես ինչպես ես, ռմբակոծության տակ, սոված, գարեգին։ Գուցե այդ ժամանակ քո նման ոչնչությունը հասկանաս, թե ինչ է պատերազմը։ Կաթողիկոսը չի կարող ունենալ կայքերի և բոտերի ցանց պետության և կառավարության դեմ։ Եկեղեցու ներսում չեն կարող վաճառել պանիր, երշիկ և ներքնազգեստ։ Դու նման բան չես տեսնի ոչ վրաց եկեղեցիներում, ոչ արաբական մզկիթներում։ Այս ամոթը ամբողջ աշխարհում դիտարկվում է գարեգինի օրոք։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել Կալինինգրադի հայ եկեղեցու գողություններին և այնտեղ տիրող բանդիտիզմին։ Կաթողիկոսը իրավունք չուներ ներխուժել հայ եկեղեցի Իրկուտսկում իր բանդիտներով, որպեսզի խլի այն համայնքի ներկայացուցիչներից և նշանակի շորթումներով զբաղվող իր մարդուն։ Կաթողիկոսը չի կարող անտարբեր նայել,
թե ինչպես է իր եղբայր Եզրասը քրեական աշխարհի հանցագործ Նորիկ Թևանյանի հետ հրապարակավ սպառնում շուկայում աշխատող գործարարին։ Կաթողիկոսը չի կարող իր եղբայր Եզրասի հետ Մոսկվայում ոստիկանություն կանչել 19-20 տարեկան երիտասարդ տղաներին եկեղեցու բակում բերման ենթարկելու համար։ Կաթողիկոսը չի կարող էջմիածնի եկեղեցու բացման քավոր դարձնել մի մարդու, ով հովանավորում է Արբաթ գումարտակը և $1 միլիարդ 600 միլիոն վաստակել Ռուսաստանի անհետ կորած առևտրային կենտրոնների սեփականատերերի հաշվին։ Կաթողիկոսը չի կարող իր քահանաների հետ յուրացնել բարեգործական օգնությունը, գրելով թե գումարը ծախսվել է քաղցկեղով հիվանդների վրա, մինչդեռ հիվանդները գոյություն չունեն։ Ինչպես կարելի է առողջ մարդկանց անունով գումար վերցնել, իբրև ծախսվել է քաղցկեղի բուժման վրա։ 37 տարում ոչ մի հանդիպում տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հետ, որտեղ ժողովուրդների հաշտեցման կոչ աներ։ Ինչպես կարող է մի լրագրող ավելի շատ խաղաղություն քարոզել, քան ամբողջ կաթողիկոսը, որտեղ են քո ռեսուրսները և որտեղ են իմը։ Տես թե քանի մարդ եմ ես ստիպել մտածել խաղաղության մասին, իսկ դու ինչ ես արել հանուն խաղաղության։ Կաթողիկոսը չի կարող ուղարկել Բագրատին հանրահավաքների, փորձելով շեղել հասարակությանը իր հանցագործություններից և տապալել իշխանությունը։ Կաթողիկոսը չի կարող թույլ տալ, որ քահանաներն ատրճանակ պահեն կրծքի տակ։ Կաթողիկոսը պարտավոր է հարգել հայ ժողովրդի կարծիքը, որի մեծամասնությունը 2 անգամ ընտրել է վարչապետին։ Ժողովրդին ոչ ոք կաշառք չի տվել Գարեգին, և ոչ դու, ով կաթողիկոս է դարձել կաշառքի միջոցով, իրավունք չունի դատել նրան, ով ազնվորեն է ընտրվել։ Կաթողիկոսը չի կարող լինել մարդ, ով 1984-ին Համբուրգում բռնաբարվել է Ռուսաստանի հյուպատոսության նկուղում, և հետո դարձել է ՖՍԲ լրտես։